քայլել տապանաքարերի վրա, թե ոչ։ Վստահ եմ շատերդ եք նկատել, որ միջնադարյան վանքերի գավիթների հատակը պատված է տապանաքարերով։ Հաճախ դրանք այնքան խիտ են, որ ուղղակի հնարավոր չէ շրջանցել։ Գավիթները միջնադարում միշտ մարդաշատ են եղել, այստեղ հավաքվել են զրուցելու, եկեղեցու արարողություններին մասնակցելու համար, նաև գումարվել են ժողովներ, որպեսզի կարևոր հարցեր լուծվեն։ Հետևաբար գավիթների հատակը ամենաշատ տրորվող և ոտնատակ հատվածն էր։ Ավանդաբար ընդունված է եղել կարծել, որ շատ հոգևորականներ հենց հատուկ են ցանկություն հայտնել հուղարկավորվել գավիթներում, նպատակը եղել է մեկը, որ մարդիկ հետագայում քայլեն իրենց շիրիմների վրա, դա խոնարհության նշան էր։ Հետևաբար քայլելով դրանց վրա մենք կատարում ենք այնտեղ թաղված մարդկանց կամքը, բայց, կա մի մեծ բայց, եթե միջնադարում մարդիկ քայլում էին փափուկ տրեխներով կամ ոտաբոբիկ, այսօր մենք դրանց վրա քայլում ենք կոշտ կոշիկներով, բարձրակրունկներով, ինչը անդառնալի վնաս է հասցնում արձանագիր և քանդակված տապանաքարերին։ Վառ օրինակ Ստեփանոս Օրբելյանի արձանագիր տապանաքարը Նորավանքի գավթի մուտքի դիմաց։ Այս բացառիկ նշանակության տապանաքարը փշրվել է մարդկանց ոտքերի տակ։ Տապանաքարերի վրա քայլել կարելի է, բայց շրջանցելով քանդակազարդ և արձանագիր տապանաքարերը։ Առավել ևս, եթե բարձրակրունկներով եք կամ կոշտ կոշիկներով, ընդհանրապես ցանկալի չէ կանգնել տապանաքարերի վրա։